Եվ արդեն ընտրություն չի։ Գյումրիում բեսպրիծել է։ Այ արդեն իսկ տվեցիք որակումը, ձերբակալություններ, խուզարկություններ, քննչական կոմիտե են կանչում մարդկանց փուչիկ գործերի հետ կապված, արդյոք սա խոսում է նրա մասին, որ ՔՊ-ի շանսերը Գյումրիում շատ քիչ են։ Դա ակնհայտ է, ասինքն փորձեցին դից ընտրական տրամաբանությամբ չէ գնան։ Քարոզար շահավընտրություն բան տեսան այ մարդ դրանց անունը ոչ մեկ չի ուզում լսի։ Այդ իրենց ՔՊ-ական հիմնական տեխնացուներին հրաժարվան առաջադրեն, որովհետև ՔՊ-ի մարզային կառույցի ղեկավարը քաղաքացիական պայմանագիր կուսակցության մարզային կառույցի ղեկավարը Կարեն Սարուխանյանն է։ Հիմա եթե իրենք տեխնացու են առաջադրում այդ մարզում այդ համայնքում նշանակում է պիտի առաջին հերթին կուսակցության ղեկավարման։ Ընդ որում այդ Կարեն Սարուխանյանը հայտարարել է, որ ինքն է քաղաքապետի տեխնացու։ Հիշեք։ Ինքը ազգային ժողովի падգամավոր է եւ եղել է նաեւ Շիրակի մարզպետ ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո։ Եվ հայտարարեց, ասաց, որ ինքն է առաջադրվելու որպես Գյումրու քաղաքապետի, այսինքն իր հավակնության մասին էլ ասաց։ Հետո խոսակցություններ եղան, որ սրա օրգանիզմում տարբեր նյութեր կա։ Նիկոլ Փաշինյանը մամուլնա գրել այդ մասին, իր թիկնապահին դնում է հետը, որպեսզի աչուձախ չթե, ասում է հենց հիմա տանում ես լաբորատորիա, որպես ցուցանմուշ։ Սրան ստուգեք, արդյունքները ինձ բերեք։ Սրան տանում են նմուշը, մի ժամանակ գործ մորտ են տանում, բանը, տանում են սրան լաբորատորիա, մազը կլնի, մեզը կլնի։ Նարկոտիկը մեջից դուրս է եկել ու տալիս են ասում են սրա պարունակությունը տեղն է։ Ընդ որում նաև սկանդալային պատմություն չէ, քերուտաղա, եսիմինչ, վիճաբանություն, դրանց բռնել էին, իրան չէին բռնել որպես падգամավոր բան խայտարակ։ Էդի սրանց ղեկավարն է Շիրակի մարզային մարզպետը, падգամավորը, կուսակցության մարզային կառույցի ղեկավարն է։ Ու ասում են դեսի չի լի էլի սրան դնենք խայտա -4 ձենք հավաքենք։ Բան դնենք, բան, ով կա Գյումրիից падգամավոր չէ, կան չէ, դե բանը։ Նազելի Բաղդասարյանը, Բլինքենը, Նազելի Բլինքենը, որ գնացել էր Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման, որին նաև Նիկոլ Փաշինյանն էր մասնակցել։ Ասին չէ, սրանից մանդուշ չի գա, տալ են գրել են ցուցակի եսին որ համարը։ Բերին այդ իրանց մարզպետը, որ նշանակել են մարզպետ, ավարտել է Գյումրի համալսարանի իրանց մոտ բակալավրիատ, մագիստրատուրալ դե չի ձգե, դե ու իրա, գիտես ինչ մասնագիտություն է, բնապահպանության բանի ինչ-որ այդպես մի բանի հետ կապված, այնքան որ դիպլոմ, իրանց տեղի համալսարանում ու աշխատել է մինչև ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը տուրիստական մի հատ ֆիրմայում, են էլ ասենք բանում չի էլի, են աշխարհահռչակ տուրիստական ֆիրմաների չի, լոկալ անի տուրա ինչա, տեղական ասենք, կարող է տալ են անի խմբեր են։ Ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո Գյումրի քաղաքապետի տեղակալ միանգամից, բան, ազգային ժողովի падգամավոր, մարզպետ, հիմա էլ շտաբի պետն է, ու տենում են, որ իրանց ունեցածով սրանք խայտը դրած կադրային կոնտինգենտը ամեն տեղա չէ, այդ աղետալի վիճակը։ Անցած ընտրությանը 21 թվին իրանց մարզպետն էր ղեկավարում համամարզ, Պարտվան Բալասանյան դաշինքին, այդ մարզպետին բերին տարածքային կառավարման նախարարի տեղակալ, հիմա էլ անտերի պես անեկցել են, իսկի չես էլ իմանում ուրա, են էլ չկա, մարզպետ այլ է, 6 տարվա ընթացքում 6 մարզպետ են փոխել Շիրակի մարզում, ԿՊ-ն 6 մարզպետ, Նիկոլ Փաշինյանը վստահ եմ իր թաշկինակը ավելի ուշուշ է փոխում, քան Շիրակի մարզպետներին, նա դժվար տարի մեկ թաշկինակ փոխել, իսկ թվում է 2 տարի մեկ նոր մի հատ կփոխի, ասենք դրա թաշկինակը աննան պիտի հարթուկի, որ նա կյանքում չի անի,
Ինչ կա էլ ասենք կդնի ջեբը, սաֆետկայը բանով կանես։ Դա Շիրակի մարզպետ ավելի շուտ է փոխում, քան իր թաշկինակը։ Հա նասկիների չափ։ Այդ նույն բարբերական, հետ ասենք նասկիները փոխելու վաղը գալիս, մենք Շիրակի մարզպետ փոխենք։ Էդի դրա կադրային քաղաքը գնացել են այդ այն ինչ որ արել են Սարիկի հետ, դա կոչվում է քաղաքական անասնագողություն։ Գնացել են, ասենք, ուրիշ կուսակցություններից, տենում են, ասենք, ասում է, մի հատ Սարիկ կար, մի ժամանակ հանրապետականի տասովշիկներից էր, հետո Լուսավորովա գնացել դառը պատգամավորի տեխնացու բան, էլի։ Էդի բես սրան, այդ Սարիկի տակ մեր մահիկը քողարկենք։ Այդ մահիկները թաքնվել են մահաբերները։ Այդ Սարիկի անմիջ ժպիտի հետևը։ Ու իբր Սարիկն է, հետո տենում են չի այմար, Սարիկով էլ բանդուշի, գնում են Քարոզ Արշավի, արդեն մոտենում ավարտին, չէ, Կիրակի օր ընտրությունն է, այսօր 5 շաբթի է այսօր։ Այո։ Ու գնում են ընտրության, ու տենում են, չէ, սոցիոլոգիական հարցումներ կա, չէ։ ԱԱՑ-ն էլ է տալի իրավիճակի ուսումնասիրություն, ոստիկանությունն էլ է օպերատիվ իրավիճակ վերահսկում, այդ թվում նաև հասարակական տրամադրությունները, չէ, խոսում են մարդկանց հետ։ Հեչ որ չասենք էլեկտրոցանցի տեսուչներ, ես որ Ջերմուկում նախընտրական շտաբի պետ է, ամենահուսալի տեղեկությունը հասարակական տրամադրությունների մասին, եթե ուզում ես իմանաս, ցանցի տեսուչներն են եկել Ջերմուկի աշխատողները։ Սաղիտում մտնում են անգիր գիտեն, ասում աղազան ջան, դրանց տուներ կոքի է, մեր ու տղա է, մեր հիվանդանտրություն չի գալու, տղան էլ դաշնակա, մեզ չի ընտրելու։ Վերջ, բրծավ, ասենք աշխատիր, արդյունքը պարզ, այսինքն թվերով իմանում ես ընդ ով ընտրելու, ընտրությունը հիմա իրանք այդ ձևով պարզել են, որ սրանք չեն ընտրվելու, երրորդ, չորրորդ տեղն են ընկնել։ Հիմա նայեք ում նկատմամբ հալածանքները, իմացեք Գյումրիում ով է հաղթում։ Վարդան Ղուկասյան, Ռուբեն Մխիթարյան, Մարտոն Գրիգորյան։ Այսինքն չեն գնացել բանի այն ասպարեզի հետևից։ Այն ասպարեզը գիտեն, Գյումրիում քանի աղանդավոր կա, այդքան ձեն ալելու բրծավ։ Հաշվար աղանդավորներ ցուցակ ունեն։ Էդ է։ Դրանք վտանգ չկա, կամ ասենք թե ապրելու երկիր կուսակցության հետևից չեն գնացել, որովհետև գիտեն այս իրեքն են կրում։ Այդ իրեքը կրեցին կոալիցիա կազմեցին, բրծավ ասենք էլի Սարիկ։